բարի բոլորին շարունակում եմ ես 3ds Max-ի իմ դասերը, ուրեմն այս դասը կլինի մոդիֆիկատորների մասին, առաջին անդրադառնալու ենք bend մոդիֆիկատորներին, այս ուրեմն մի հատ ցիլինդր դնենք, շատ կարևոր մոդիֆիկատոր ու բավականին շատ օգտագործվող, ուրեմն այստեղ գալիս ենք bend-ը դնում ենք, առաջի պարամետրը angle-ը, նշանակում է ինչքան աստիճան ծռել, օրինակի համար սենց, եթե ես սենց ծռում եմ, այստեղ օրինակ այսենց դարձնեմ, մինուսով չգրեմ, ասենք 45 աստիճան, սենց ծռեցի, 45-ը դարձնեմ 90, եթե 180, 360, այսինքն այս ձևով 360 ամբողջությամբ բացում եմ սենց թիվի իջեցնելով, գալիս եմ ես 90 օրինակ, 90 աստիճանով ծռեցի իմ այս ցիլինդրը, XY-ով իմաստ չունի փորձել, որտեղ ինքը Z բարձրության առումով է մենք ազդման դաշտը գործածում, ուրեմն limit էֆեկտները ինչ է անում, այստեղ շատ կարևոր ֆունկցիա է, երբ որ սեղմում ենք այս ամբողջությամբ ծռված հատվածը հետ զրանում, limit էֆեկտը սեղմեցինք, այստեղից պիտի բացենք upper limit-ը, բարձրության limit-ը, թե մինչև որտեղ ինքը ծռի և դրանից հետո շարունակվի ուղիղ այս խողովակը, այստեղից այս բարձրացրինք, այս բարձրացրեցինք այս հատվածը, ուրեմն այս lower limit-ը դեպի ներքև է քաշում ու իրեն ուղիղ է դարձնում, բայց պետք չէ սա վերտա Z թողնել, ուրեմն ինչ ենք անում, ստեղ մտնում ենք bend-ի, այս bend գրված կողքը սպիտակ մոխրագույնավիճիտ եռանկյունիկ կա մի հատ, այստեղ սեղմում մտնում ենք գիզմոյի մեջ, այս գիզմոն սենց բարձրացնում վերև, գիզմոն շարժելով օրինակի համար սենց դեպի առաջ տանելով, մենք տեսնում ենք, որ այս մեր ցիլինդրի ծռվածության անկյունի կորության շարավիղը մեծացավ, իսկ սենց հետ բերելով, այ սենց գնալով այդ շարավիղ փոքրանում է, ավելի սուր անկյուն է դառնում, այ սենց բարձրացնելով, ֆռռացնելով, այ սենց ստանում ենք մենք ծռված մի հատ խողովակ, հետ եմ գնում ցիլինդրը և այստեղ high բարձրություն այսին շատացնելով, ես ստանում եմ երկար մի հատ տրուբա, ես ուզում եմ ավելացնել մի հատ էլ bend սրա վրա, օրինակի համար մի հատ էլ bend, ուրա, այստեղ, հիմի, ես հասկանամ այստեղ, որ ինչ ձևի, մի հատ է ուզում եմ այս կողմ ծռվի, օրինակի համար ստեղից պիտի նախ հասկանանք իմ առանցքը որն է լինելու, այս պարագայում Z-ը չի լինելու, Y-ը, չէ, ես էլ չի, X-ը ընտենենք, X-ն է, այս պարագայում ինչ ենք անում մենք, ես տվեցի ստեղ ես հատվածում, ստեղ մտնում եմ գիզմոն պտտում եմ այս անկյան մագնիսը միացված, պտտում եմ ես, այս հենց եմ դարձնում, 90 աստիճան, այս հենց, այստեղից ձգում եմ, այստեղից limit էֆեկտն եմ միացնում ու ասում, որ այս հենց, գա այս հատված, սենց գա, սենց կարանք աշխատացնենք, կարանք վերադառնանք նորի ցիլինդր, սենց ձգենք, ստացանք մի հատ տրուբուչկա, որ այս բարձրանում է վերև ծռվում է, նորից այստեղից է ծռվում է, իսկ ինչ մնում է
այս ազման դաշտը, այստեղ թե ինչքան սուր լինի, այս սրանց է կախված։ Այստեղ էլ սուր շարավիղ է դարձվածքի, թեքվելու շարավիղ է։ Փոքր է այստեղ էլ է փոքր։ Բենդը այն գործիքն է, որին մի քիչ շատ է պետք է օգտագործել, բավականին իրեն ամբողջությամբ լավ պատկերացնելու համար ժամանակ է պետք տրամադրել։ Մյուս մոդիֆիկատորների համար կարծիքով ավելի մի քիչ բարդ է։ Այսքանն է այս մոդիֆիկատորի շուրջ։ Այստեղից անցնենք առաջ երկրորդ մոդիֆիկատորը, որ պետք է նայենք, դա paper-ն է։ Ուրեմն paper-ի համար box են ստեղ դնում, այսպես, այս box-ից գծեր եմ իրարում, հավասար չափերով նա դնեմ 50, և շատ տեր 25, այս բարձրությունը կարելի է դնել 250, այստեղ այս սրա գծերը, բարձրության գծերը 100-ից 150 լինեն, այս սրանք 30, այս է 30։ Հիմի, սրա վրա տեյպերը, դա տառը սեղմ ենք, տեյպերը գալիս է, այստեղ, ուրեմն այս տեյպերի մեջ amount է, ինչ է անում amount-ը, այստեղ սեղմ ենք, այս վերևի հատվածը սենց բացվում, տեյպեր մոդիֆիկատորը օգտագործելով box-ի վրա, սենց էֆեկտներ կարող ստանանք, բայց սենց այս վիճակը արդեն պրոբլեմ է, ինքը իր մեջ չպետք է մտնի, ուրեմն այս առաջինը զրոյացնենք, հասկանանք երկրորդ ինչ անում, երկրորդը սենց ուրացնում է և հակառակը սենց սեղմում, նեղացնում, ու այս Y Z-երի հետ առանցնեն իմաստ չին փոխել, որտեղ բարձրությամբ ենք մեր օբյեկտը կառուցել և Z-ով ենք հասկանալու մենք իր նշանակությունը այս գործիքի, եք հասկանանք limit էֆեկտ ինչ անում, ուրեմն այստեղից սենց բարձրացնելով upper limit-ը, ասում է, որ մինչև էֆեկտը որտեղ գնա ու այդտեղից կանգնի, այդտեղից ենքում շարունակվի ուղղակի սովորական box վիճակը։ Ներքևինն էլ բարձրացնում ենք, ասում ենք մինչև որտեղից սկսվի այդ էֆեկտը, այսինքն այստեղից սկսում, այստեղից ավարտվում է։ Մենք կարող ենք նորից մտնենք այս եռանկյունիկի վրա տեյպերի գիզմո սեղմենք ու ստեղ հասկանանք, այս մեր F4 անջատ են, որ գծերը սպիտակ չխանգարեն այս տեսնենք այս մեր օբյեկտը, այսինքն գիզմոյով կարող ենք մեր օբյեկտի վրա ազդվան դաշտը, գիզմոյի դաշտը փոփոխել անընդհատ։ Ուրեմն այս էլ մեր տեյպեր գործիքը, մոդիֆիկատորներ, մոդիֆիկատոր դիսկի մեջ գտնվողները, մոդիֆիկատորները բենդը տեյպերը ու շատ կողելի մոդիֆիկատորներ, որ դի անցնենք, որոշ մի քանիսը այսօր, սրանք մոդիֆիկատորներ, այսինքն մոդիֆիկացիայի ենթարկել, փոփոխել, ձևավորել, ուրիշ ձևի դարձնել, փոփոխել։ Այստեղից S-ի դուրս եմ գալիս և այստեղից մտնում նորից տեն եմ սեղմում, տեյպերից մի քիչ ներքև twist-ն է, twist-ը ինչ է անում, ոլորում է, սվերլոյաձև, սենց նայեք, եթե ես 45 եմ դնում, թեքեց, սենց ծաղեց, գծերի շնորհիվ, եթե ես գծեր չունենամ, այսքան գծեր, նայեք ես վերևի բարձրության գծեր, այս տեղի գծերն էլ, մեկ է սրանք, այս 90 աստիճանը հասկացանք, բայց սրանից ավել 45 աստիճանը ներողություն հասկացանք, 90-ը նայեք 180-ը արդեն սենց խճճվում է, սենց պրոբլեմների առաջ են կանգնում, եթե մենք գծեր չունենանք, ստեղ 100 դնում են, սեք, ստեղ 30, այստեղ 30, նոր մեր մոդելը F4 անջատ են, նայեք իրա ոլորվածությունը, այսինքն ես մեր twist մոդիֆիկատորը ոլորող գործիքն է մեր
սենց պտտեցնում ես ու ստանում ես ինչ-որ մի հատ, չգիտեմ, շենք, ինչ-որ մի հատ կառույց, հա։ Նախ, առաջինը ինչն էր, ուրեմն, այստեղ ինչքան աստիճան է պտտվել, հիմի կանք շատացնենք, իհարկե, հիմի այս վիճակով մենք հասկանանք բիասը, ինչա նշանակում, այս բիասը, այս պտտվածությունը, այս ոլորվածությունը վեր տանում է, մեկին ներքև իջեցնելուց լրիվ վերացնում է, կորցնում է, այսինք, համարյա թե կորցրեց, մի քիչ է թողել, այսինքն այդ ոլորվածությունը վեր կամ ներքև, թողնենք 0, այսինքն սեղմենք աջ կլիկ սլակների վրա, առանցքներին ձեռք չենք տալիս, նորից limit effect, ու այստեղից upper limit-ը սենց բարձրացնում, այսինքն վերևի limit-ը մինչև որտեղ գնա այդ էֆեկտը, իսկ ներքևինն էլ բարձրացնում ենք, որտեղից սկսվի, օրինակի համար այս վիճակով ես ստացա իմ գործիքով այս մոդելը և մտնում եմ այս նորից եռանկյունիքի մեջ գիզմո և գիզմով կարող ղեկավարենք սենց ներքև կամ վերև լինի, մեր այս գիզմոն և կարող ձևափոխել մոդելը, այս էլ այսպես, եկեք պետի ջնջենք, պիտի կանցնենք ստեղից մենք մոդիֆիկատորներից օգտագործենք shell-ը, ուրեմն եռանկյունաչափական այս մարմինների մեջ plane-ը մի շերտ ունի ոնց որ ինքը դվադե օբյեկտ է, սենց ասեմ, եռաչափությունի z առանցքով ինչ-որ տարածություն, հաստություն, որպեսզի ինքը ունենա հաստություն, դրա համար օգտագործել եմ shell գործիքը, որը հաստություն է տալիս իրեն, ինքը եկել այս մի շերտ լինելու պատճառով, իրա մի կողմը սենց գույնով է, մյուս կողմը սև, ինչն է, դա հուշում է, որ նաև մաքսի մեջ ցանցը, այդ կազմվածքը մեկ կտորի է նման, ինչպես կտորներ ունեն ճիշտ և հակառակ կողմ, այս հակառակ կողմը միշտ մաքսի մեջ սև է ցույց տալիս, այսպես ուրեմն այս plane-ի վրա կիրառենք, ես այստեղից այս գործիքները վերը տեղավորել եմ այս հատվածում, ամենաշատ օգտագործողն, որը մեկը shell-ն է, ես shell-ը կիրառում եմ այստեղ, այստեղից է կարող վերցնեք, ուրեմն այստեղ ասում է, որ inner mount, outer mount, այսինքն դեպի ներս, այսինքն գնացող հաստություն, այսինքն այստեղ միլիմետրով կարող տնենք 10 միլիմետր, մի կետ 10 միլիմետր դեպի դուրս գնացող հաստություն, 20 միլիմետրանոց հաստություն ունեցող օբյեկտ ունեցանք մենք այս պարագայում, այս մեր shell-ն էր, shell-ի ստեղ նախապես իդեպ ասեմ, որ մենք եթե ստեղ գծեր շատացնեինք, գծեր ունենայինք և shell-ը տեղադրեինք, կարայինք այս ISC արդեն մոդիֆիկացիայի ենթարկեինք, բնականաբար plane-ը ունի երկու length, width, height չունի, որովհետև եռաչափ չի դվադե օբյեկտ է, shell-ի շնորհիվ ինքը դարձավ 3D օբյեկտ, բայց քանի որ shell-ի մեջ հնարավորություն չունենք մենք գծեր ավելացնելու, այս պարագայում այսքանով կբավարարվենք, այսինքն ես ուզում էի, որ նաև այս ծավայինք, փոփոխության ենթարկեինք, ստեղ ունենք մենք բենդը դնում եմ ու իրան սենց ուզում եմ, որ պտտեցնեմ, եկեք հասկանանք, այս որ առանցքով է պտտվում, նայեք, ես plane-ից ստացա մի հատ սենց բան, հաստություն ունեցող մակերես և այդ որոշեցի սենց պտտեցնել, բենդը շատ օգտագործող, շատ կարևոր գործիք է, այս բենդը, ես այստեղ shell-ին հաստություն եմ տալիս, այստեղ զրոյացնեմ այս ներքևինը, վերևինը բարձրացնեմ, լավ, եկեք ես ջնջեմ ուրիշ մի հատ գործիքի երկրաչափական մոդելի վրա, ինչ որ տալիս,
Since mən box եմ գծում, շատ տեղ, շատ գծեր չեմ անում, բարձրությունը թող լինի 10, 5, այսել 5, ուրեմն ես օբյեկտի վրա lattice մոդիֆիկատորն եմ կիրառում, ինչ անում lattice-ը, այստեղ ինքը սարքում է վանդակ, ուրեմն այստեղից մենք ընտրում ենք էսի, F4-ի շնորհիվ ասես գծերը շատ այրևում, սպիտակով աչկա ծակում, ստեղից մենք, ստեղ մենակ ցույց է տալիս այս կետերը, այստեղ ես ասում որ ցույց տալիս մեր զողերը, ասենց ասեմ, բոքսի, ասենց անում, բոքսի վրա ինչքան գիծ կա, ինքը դարձնում է այդ ճաղեր, այստեղ այս բոքսի վրա որ գալիս ենք, տեսնում ենք, որ այդ ճաղերի գծերի քանակը ինչքան է, այստեղ 4-ը գիծում էինք, ինքը դա վերածեց ճաղերի, ուրեմն այստեղ մենք սայդերի քանակը փոփոխելով տեսնում ենք, որ նայեք, այս եռանկյուններ, այստեղ շատացվեցինք ու դարձավ խողովակն, ասենք ասած, տրուբաներ, այստեղ բոտ, եթե նշանակենք այստեղ, կամ այս վիճակով, ուղղակի այս սրանց չափսերը փոփոխենք, ուրեմն այս բաժը ռադիուսը փոքրացնենք, այսինքն այստեղ սեգմենտները շատացնենք, որ դառնա կլոր, այստեղ նորից փոքրացնենք, այդքան չի, լավ այսքանը, այսինքն այս հատվածը joint-ների կարգավորումներն է, այսինքն joint-ները շարիկներն են, անկյուններին դրված, դրանք ես փոքրացրեցի, այստեղ կարող ենք փոքրացնենք նաև մեր տրուբայի հաստությունը, այսպես կազմվածք ունեցան իրենք, այստեղ կարող ենք իհարկե փոխենք մեր joint-ների տեսակը, իհարկե սրանց փոփոխությունը մենակ երևում է, որ մենք քիչ գծեր ունենանք այդ ժամանակ, տեսեք, փոփոխվեցին, այստեղ ես չափով եմ դնում, բայց կարող մի քիչ ռադիուսը փոքրացնեմ, այսինքն ավելի հստակ երևալու համար։ Սա է lattice մոդիֆիկատոր, այսինքն շատ արագ կարող ստանանք ցանց։ Այսը ջնջեցինք, F4-ը սեղմեմ մեզ box-ը տեսնեմ, ուրեմն մոդիֆիկատորներից անցնենք FFD 2 անգամ 2-ը։ Ինչ անում FFD free form deformations, այսինքն ազատ ֆորմայի դեֆորմացիաներ։ Մենք այս օբյեկտի վրա, box-ի վրա ունեցանք 8 հատ կետ, ուրեմն դեղինով, գազարագույն ներկված գծեր են, կետիկներ ունեն, որոնց մենք հետ աշխատել կարող ենք միայն այստեղից եռանկյունի վրա սեղմելով, control points-ի վրա նշելով ու այստեղ թույլ է տալիս բռնել այս կետը, օրինակ հիմա այս վերցրեցի, սենց ձգեցի ես, կարող եմ սենց կանստանամ, այսենց, այսինքն տարբեր F4-ն սեղմում կարող եմ տեսնեմ, թե ինչեր կարելի է սրանով ստանալ։ Ես FFD 2 անգամ 2-ը ջնջում եմ, ստեղ ես այս հատվածից դուրս եմ գալիս, մի հատ ես սֆերա եմ գծում, ստեղ, սֆերայի գծերը լավ, դա այսպես է մնալի, FFD 3 անգամ 3-ն եմ օգտագործում, շատ չնչին, ընդամենը փոփոխությամբ ստանում եմ այստեղ մոդել, այստեղ խալկից ստացա ես, հետև փոփոխությունները, օրինակի համար տան վերցնեմ ձգեմ կամ
ընդհանուր վերցնենք ավելի ուրացնենք այս մասը կամ տարբեր դեֆորմացիաներ կատարենք իր ծավալի հետ, այսինքն մի կետից վերցնում ես, շարժում ես, օրինակ համար, այսինքն ցանցի հետ ազատ աշխատելու հնարավորությունը տալիս FFD-ն։ FFD 3 անգամ 3-ն է, ստեղ կա 4 անգամ 4, FFD box և ցիլինդր։ Box-ն ինչ է կամ ցիլինդրը ընդհանուր թույլ է տալիս, տարբերությունն է, դու դնես քանակը, այսինքն ստեղ 8 օրինակի համար, ասենք 8 դրված, ես էլ 8, լավ սենց տղանենք 8, 1, 8, 4, 1, այս կողմից 8-ը, այս կողմի այս մասում բաժանեց 8 մասի, այսինքն ավելի շատ հնարավորություն ենք իր վրա ազդելու, փոփոխություններ անենք, շատ ֆունկցիոնալ գործիքներ են, այստեղից է դուրս գանք, անդառնանք wave-ին և ripple-ին երևի թե, այստեղ նա plane ես վերցնեմ, գծերը շատ պետք է լինեն, այստեղ սեղմենք մենք, գտնենք R-ը սեղմենք, գտնենք Ripple, ալիքներ էր ստեղծում Ripple-ը, օրինակի համար սենց կարելի է հատվածը 5 դնել, այստեղ է 5 դնել, տեսնենք, այսին ամպլիտուդաները 5-5 աստիճանով, այս հենց խտացնեմ իրան, շատ ասում, որ շատ է, երկուսն էլ է նորմալ, ալիքների համար, ու ես երորդ գործիքը waves length, այսին ալիքի երկարությունը, սենց կարանք հեռացնենք, ամեն ալիքի տրամագիծը, ինչքան է, սենց կարանք հեռացնենք, Էսի նաև օգտագործում անիմացիայի մեջ, օրինակի համար կաթիլը, որ կաթում է դույլի մեջ, ու սենց ցրվում է ալիքները, լինի ես հատվածը սենց, այսենց գնում է վերջում ու մարում է, այս գործիքն էլ ցույց է տալիս, թե եզրերից մինչև կենտրոն մարելու այդ աստիճանը, օրինակ հիմար այս վիճակով, այսի կենտրոնից դեպի եզր գնալով մարում է, այս չափով որ դնենք, ինքև ջին անջատենք խանգարում էր մեզ, այս սենց մի հատ ուրիշ գույն վերցնեմ, այս տեսակ լավ չեր նայվում կարմիրը, այստեղ այս հատվածում օրինակ փեյսերը ցույց է տալիս, որ ոնց է ինքը սենց շարժում դեպի վեճ, անիմացիայի մեջ շատ են օգտագործում, բայց ամեն դեպքում կարող է պետք է ամեն դեպքում մոդիֆիկատորներից այն մոդիֆիկատորն որ հետաքրքիր ֆունկցիա է ապահովում, այսպես, այսինքն այս փեյսի միջոցով սենց անիմացիա կարանք անենք, կամ ջուրա կաթիլ որ գնալով ցրվում է, այսպես, այսի դուրս գանք այստեղից ու wave-ը դնենք, այստեղից ալիքներ, wave ալիք է նշանակում, նորից ամպլիտուդան այստեղից վերցնենք ինչքան որ ասենք 5-ի վրա, այս պարագայում շրջանաձև չի գործում, այլ ուղիղ, այստեղ ստանում ենք շիֆրները, տանիքի վրա օգտագործող շիֆրի ծածկույթները, այսինքն այս ալիքի ես wave-ը պետք է երկուսը նույնը լինի, ասենք 4 դնեմ, ես 4 դնեմ, բայց երևի ավելի շատ է, երկուսը բավական է, այսինքն, այս երորդը նորից ալիքի երկարությունն է, ինչքան ալիքը ծրծվում, կրկնվում, ինչքան չափ ունենա, այս փեյսը նորից անիմացիոն գործիքը, որի միջոցով կարանք անընդհատ շարժենք, այս decay-ն էլ
եզրից մինչև կենտրոն ուժի ազդեցություն։ Այս վիճակում ոնց որ թե միան բացված գրքից էջ լինի, թխուղթ ավելի ճիշտ սեղանի վրա դրված, այս էլ այսպես։ Ծանոթացանք մենք էլ մոդիֆիկատորներից այլևս մի քանիսին, մնացածը հաջորդ դասին նորից կուսումնասիրենք նոր մոդիֆիկատորներ։ Շնորհակալություն, առայժմ այսքան։